Ողջույն բոլորին, այս տեսանյութում եկվորյակների 2026 թվականի ֆինանսների կանխատեսումն է, չի ուզում շարունակել, բայց դեռևս կշարունակեմ, փորձնական էր սա, հասկանալու թե մարդիկ ինչպես են գնահատում դիմացինի աշխատանքը, երբ որ նա այդքան երկար է խոսում։ Հաջորդ անգամ, հաջորդ տեսանյութերում արդեն այսքան երկար խոսակցություններ չեն լինի, բացարձակ, կարող եք ժամերը գտնել մեկնաբանության բաժնում, բայց մեկնաբանությունները փակ կլինեն։ Դուք ընդհանրապես կարող եք նայել, եթե ցանկանում եք տարվա ընթացքում ինչ-որ մի ամիս խնդիրներ կան կամ եւ այլն, միգուցե մտնեք, տեսնեք, թե ինչից է այդ խնդիրները, ես ասել եմ արդյոք, ինչպես կարող եք հաղթահարել, միգուցե դա էլ եմ ասել։ Այնպես որ կարող եք տարվա ընթացքում եւս մտնել, եւս նայել եւ տեսնել, թե ինչ է սպասվելու ձեզ ֆինանսական առումով։ Եթե սա չհաղթահարի, եթե ալիքս փչանա այս տեսանյութերի պատճառով, ապա հաջորդ տեսանյութերը, որոնք որ կապված են 2026-ի համար, այլևս չեն լինի։ Ուրիշ ոչինչ, որովհետև կամ կլինեն շատ հայկիրճ, 12 ամսվա համար չեն լինի, 2026-ի համար այդպես թռուցիկ, ինչպես որ մնացած մասնագետներն են, այդպես թռուցիկ երկու բառ կասեմ, կանցնի կգնա։ Այսքանը եւ գնայինք արդեն կանխատեսումը, գնայինք 12 ամիսների համար, տեսնենք ինչ է սպասվում։ Իհարկե ֆինանսական առումով միայն։ Ինչ է սպասվում եկվորյակներին ֆինանսական առումով 2026 թվականին։ Ընդհանուր ֆոնն է սա, ընդհանուր 2026 թվականի ֆոնը։ Եվ այսպես արդեն ամիսներով, հունվար, փետրվար, որ անընդհատ չկրկնեմ, այսպես ամիսներով կարող եք այս պահը առաջ տալ, եթե տհաճ է։ Եվ իհարկե հավելյալ քարտերը եւս ինչ է սպասվում եկվորյակների ֆինանսներին, ֆինանսական վիճակը ձեր ինչ է ընդհանրապես կատարվելու։ Հաջորդ անգամ կլինեն մեկական քարտերով, ուրիշ, պես ես ի վիճակի չեմ այդքան խոսել։ Անհնարին է։ Ահա, եւ գնայինք ընդհանուր ֆոնը, տեսնենք ընդհանրապես ինչ կա այստեղ։ Ընդհանուր ֆոնը մի փոքր նեղվում եք, բայց այդ նեղվածությունը հետո կվերածվի կայունության, պետք չի մտածել, որովհետև կարող է ընտրության առջև եք, ինչ-որ քարի արանք եք, ինչ-որ խնդիրներ կան ֆինանսական առումով, բայց հետո ամեն ինչ նորմալանում է։ Յուրաքանչյուր դժվարությունների այս տարի պատրաստ կլինեք դիմակայել, եւ այդ դիմակայելուց հետո նոր ձեր մոտ կգա այդ կայունությունը, որին որ երկար էիք սպասել, ավելի կկարգավորվի ձեզ մոտ ամեն ինչ, արդեն հետո կայուն եկամուտ կլինի, եթե դուք կարողանաք հաղթահարել այդ ամեն ինչը, որ կա։ Արդեն ավելի հուսալի կլինի ձեր ֆինանսական դիրքը, երկարաժամկետների դրումներ կարող եք հետո անել, ամուր ֆինանսական հիմք կունենաք։ Սկզբում կարող է սա դիմացն է, տեսնենք միգուցե ինչ-որ ամիսներ են, որոնք որ ցույց են տալիս դա։ Այնպես որ հետագան ամեն ինչ արդեն կփոխի դեպի ավելի լավը։ Մի ընկճվեք ինչ-որ հարցերի հետ կապված։ Արդեն ոնց որ կայուն եկամուտ կստանաք, միգուցե աշխատանք եք գտնում, միգուցե մեկ այլ հարց է, որ կայունանում է, ոնց որ անընդհատ գումար գա ձեզ եւ այդպեսով ավելի հանգիստ կլինեք։ Տեսնենք հունվար ամիսը, հունվարն է կարծես թե, որ մի փոքր այստեղ խնդիրներ է, բայց հետո անցնում է։ Եթե այստեղ տեսնենք դժվարությունը սկզբում է, հետո արդեն այն կանցնի։ Եթե այդ ամիս որևիցե հարցեր
կառաջանան, եթե ինչ-որ մի բան ձեզ կառաջարկեն, հնարավոր է այստեղ մտածում եք, հա, այդ գումարը ներդնելով կունենաք դրական կամ բացասական ինչ հա կլինի, ինչ լուծում կտա ի վերջո վերջնական, հա։ Կարող եք յուրաքանչյուր բան ֆինանսների հետ կապված լավ կշռադատեք, օրինակ ինչ-որ բան եք գնում, հետո պետք է մտածեք արդյոք դա գնելուց հետո կմնա գումար, ոնց որ ես հետո ապրեմ եւ այլն, նման հարցերը պարտադիր հետո դուք կշռադատեք, հետո նոր այդ գումարը ծախսեք հունվարին եւ ուրախ կլինեք, հնարավոր է գումար է գալիս, հնարավոր է բոնուս եք շահում, ժառանգություն է, ինչ-որ մի բան է, որ գալիս է։ Գուցե հենց գալիս է, դրա համար էլ մտածում եք, հա, ծախսեք հիմա, թե մնա, ծախսեք հետո, սա գնեք հիմա, թե որ սա գնեք հետո երբ էլի նորից գումար կստանաք եւ այլն, նման ինչ-որ բաներ։ Տեսնենք փետրվարը։ Գրոպե Եվ փետրվար ամսին եւս դուք ավելի ճիշտ կկառուցեք ձեր ֆինանսական այդ ծախսերը, ճիշտ կկառուցեք, ճիշտ կօգտագործեք ձեր ռեսուրսները, ճիշտ կկառավարեք այն, առատաձեռն կլինեք իդեպ, նաեւ իմպուլսիվ կարող եք լինել ներդրումների հետ կապված, որ ինչ-որ մի բան որոշեք եւ ներդրում անեք անմիջապես դրա մեջ, սկսեք այդ գործունեությունը, հա, շատ արագ ամեն ինչ կանեք։ Եվ ուրիշների, եթե ինչ-որ կարիքը ունենան ուրիշները օգնության, որպեսզի դուք իրենց օգնեք, ապա անմիջապես դուք կարձագանքեք շատ արագ եւ իրենց օգնության կհասնեք։ Եվ ոնց որ գումար եթե ուզեն, օրինակ, բարդ կուզեն դուք կտակ, հա, առատաձեռն կլինեք։ Եվ նաեւ այդ ամիս բավականին կարող է մի քանի եկամտի աղբյուրներ նաեւ ունենաք, կամ ստեղծեք ձեզ համար, կամ ունենաք աշխատելու գաք եւս մեկ այլ բան էլ անեք։ Տարբեր ֆինանսական ներդրումներ կարող եք անել, ֆինանսական տարբեր գործունեությամբ կարող եք զբաղվել, լրացուցիչ կեսդրույքով աշխատանքով կարող եք զբաղվել, դե ընտրեք ինչ պետք է գնեք, ինչ պետք է անեք, նոր հետո գումար ծախսեք։ Հնարավոր է, եթե գումարի եք սպասում, որ վճարեն ձեզ, ապա այդ գումարը կարող են տալ ձեզ մաս-մաս, ամբողջությամբ կարող են ձեզ չվճարել։ Նաև սա, եթե գործընկեր ունեք, ապա դուք եւ ձեր գործընկերը կարող եք գնալ տարբեր ուղղություններով, այսինքն կարող է ամեն մեկը ձեր գործերով սկսեք զբաղվել եւ առանձնանաք իրարից այդպես։ Եվ ինչ որ որոշում պետք է կայացնեք, ընտրության առջև կանգնած կլինեք, շատ կարևոր, որն էլ որ կազդի ձեր ապագայի վրա։ Տեսնենք մարտ ամիսը եւս լավ է, որ գիտեք, մեկ քարտը վատ է, երկրորդը լավ է։ Ընդհանրապես այս քարտը նշանակում է դժվարություններ, հա, դժվարություններ գումարում եւ համար փետրվար ամսին կարելի ասել այդ առատաձեռնությունը պետք է դնենք մի կողմի վրա, որովհետեւ մարտ ամսին դժվարություններ կարող եք ունենալ ֆինանսական։ Կարող է վերջին գումարը ծախսեք կամ ձգեք ամիսը վերջին գումարը, մինչեւ կա։ Բայց հետո դուք կարող եք գումար վաստակել այդ ամիս, եթե խնդիրներ կան, օրինակ աշխատանք չունեք այդ պահին եւ այլն, դուք կարող եք ձեր հոբիներով գումար վաստակել, գործել, այնտեղ կարել եւ այլն, հա, այն ինչ որ դուք սիրում եք անել, դրանով կարող եք գումար վաստակել այդ ամիս։ Դե գումար նաեւ կարող եք ծախսել ձեր ընտանեկան ուղղակի կարիքների վրա։ Ավելորդ բաներ այդ ամիս չեք կարողանա անել, որովհետև այն գումարը կսկսեք հաշվել եւ կմտածեք, որ յուրաքանչյուր գումար վերջինն է եւ յուրաքանչյուր գումար, որը որ ծախսեք, դա կարող է, չգիտեք, կգա հետո թե ոչ, հա, նման ոչինչ ինչ որ իրավիճակ է։ Մի փոքր դժվարություններ են, բայց հետո կարողանում եք հաղթահարել։ Կամ ուղղակի այդ ամիսը պետք է շատ շռայլ չծախսեք գումարները, որտեվ կարող եք հետո խնդրի առջև կանգնել։ Տեսնենք ապրիլը։ Ապրիլ ամիսը դա պայքար է։ Միգուցե ինչ որ գործեր եք անելու դուք, ինչ որ բիզնես եք որոշում անել, որ չէ, գործեր են, որոնք որ շատ կարևոր են ձեզ համար։
Օրինակ դուք կարում եք նույն բանը վաճառում եք, մեկ էլ ինչ որ մեկն էլ է նույն բանը սկսում կարել վաճառել, դա պայքար է։ Պայքար է ձեր գործի համար, ձեր ֆինանսների համար, որ դուք ավելի շատ գումար վաստակեք։ Եվ եթե օրինակ այնպեսի տեղում եք աշխատում, որ քանակ է, քանակով պետք է աշխատեք, ապա սա եւս ցույց է տալիս, որ ավելի շատ կաշխատեք, որպեսզի ավելի շատ գումար վաստակեք, հա, պայքար կլինի, որ դուք վերցնեք ավելի շատ պատվեր, որ միայն դուք անեք, որ այդպես ավելի եւ նաեւ եթե պարտքեր ունեք, կարող են այդ ամիս հիշեցնել դրա մասին։ Եվ այստեղ մի բան էլ եմ ուզում զգուշացնել ձեզ, եթե դուք աշխատում եք այնպիսի մի թիմում, այնպիսի մի տեղում, որտեղ որ մարդիկ լարված է աշխատանքի վայրը եւ այստեղ անընդհատ բախումների մեջ եք, հնարավոր է նաեւ ցանկանաք դուրս գալ եւ ուշադիր եղեք յուրաքանչյուր ձեր ասածին, յուրաքանչյուր ձեր քայլին, որովհետեւ հնարավոր է նաեւ այնտեղ տնօրենի հետ եք վիճում կամ ինչ որ մեկի հետ եք վիճում։ Ամենայն դեպս այստեղ ունեք դուք հաջորդ քարտը, որը որ գնում է ձեզանից։ Եթե դուք խոսեք այնպես եւ դուրս գաք այդ աշխատանքի վայրից, ապա հետադարձ ճանապարհ այլևս այդտեղ չլինի։ Եվ այդ ամիս փորձեք ներդրումներ չանեք, որովհետեւ դատարկ ներդրումներ եք անելու։ Այդ ներդրումները ձեզ օգուտներ չեն բերելու, եկամուտներ կարող եք չստանալ։ Ավելորդ ծախսեր կարող եք ունենալ ապրիլին, մեծ կորուստներ, բավականին շատ ինչ որ գումար է, որը որ կարող է գնալ ձեզանից։ Եթե այստեղ պարտք է կարող են ստիպել ձեզ տալ կամ ստիպված լինեք ինչ որ մի բան ծախել, որ վճարել դա։ Այստեղ պետք է հանգիստ լուծել բոլոր խնդիրները, հա, պարտքային։ Նաև կարող է որևիցե, եթե ինչ որ մի գործ եք անում ժամանակին եւ այդպեսով գումար եք աշխատում, ապա դա կարող եք վերականգնել, հա, այդ ֆինանսական այդ պահերը, որով որ գումար եք աշխատում, դա կարող եք վերականգնել։ Նաև ամեն ինչ նորից սկսելու ժամանակն է ձեզ մոտ։ Եթե ինչ որ մի բան եք ժամանակին սկսել չէիք ավարտել կամ մտածում եք չէր լինի, ապա եւս դա կարող եք սկսել։ Սա ինչ որ մի ցիկլի ավարտ է, միգուցե վերջին վարկն եք փակում, միգուցե վերջին պարտքն եք տալիս, միգուցե ձեզ էին վճարում, հիմա դա վերջինն է արդեն։ Ինչ որ հաշիվների փակում կարող է լինել։ Համենայն դեպս այս մի քանի ամիս ունեք, որ դուք պետք է ուշադիր լինեք, հա, այստեղ դրա համար էր այս քարտը ընկել։ 1, 2, 3 ամիս ունեք, որ կորուստներ կան, դուք պետք է հաշվարկով գումարը ծախսեք։ Ավելորդ ներդրումներ կարող եք անել եւ եկամուտներ չստանալ։ Ճիշտ է, այստեղ ցույց է տալիս, որ հետոն լավ է լինում, բայց ամենայն դեպս նեղվածությունը կա։ Դրա համար պետք է կարողանաք ճիշտ կազմակերպեք, հա, ձեր ռեսուրսները, ձեր ֆինանսները ճիշտ ծախսեք այս տարին։ Եվ տեսնենք մայիսը, ունեք քարտերը մի տեսակ են, որը այդքան էլ հա հաճելի չէ, գիտեմ, բայց մարդը պետք է ուղղակի իրոք սկսի ավելի շատ աշխատել։ Միայն դա է, հա, որ երբ որ մարդը ավելի շատ աշխատի կամ եթե այնպիսի աշխատանքում եք, որ գումար շատ չեք ստանում, ինձ թվում է ժամանակն է մտածելու փոխելու այդ աշխատանքը։ Որովհետև այստեղ ես չեմ տեսնում, որ ձեզ մոտ բավականացնում է մինչև ամսվա վերջ։ Ինչ որ ժամը պահ է գալիս, որ դուք նեղվում եք գումարից։ Կամ այնպիսի աշխատանք եք անում, որ մշտապես չի գումարը, կարող չեք աշխատում, հա, տանը ինչ որ բաներ եք անում, մեկ կա պատվեր, մեկ վաճառք, մեկ սա, հա, եւ այդպես եք կարող ապրում։ Դա համար ժամանակ առ ժամանակ ինչ որ դժվարություն կա, հետո ինչ որ լավ, դժվարություն, հետո լավ։ Հա, դա հենց նշանակում է, որ կամ ճիշտ աշխատանքում չեք գտնվում դուք, կամ այն ինչ որ անում եք ուրիշ ձև պետք է անեք, որ մշտապես եկամուտ ստանաք, ոչ թե ժամանակ առ ժամանակ։ Այդպես ոչ ոք չի կարող հանգիստ ապրել։ Եվ մայիս ամիսը եւս, մայիսը ոնց որ թե շատերի մոտ էր։ Դե շատերին չեմ արել, ցուլերի մոտ էր, ոնց որ խոյերի մոտ չեմ հիշում։ Ամենայն դեպս ինչ որ պահեր կային եւս, գուցե այդ ամիսը
այդքան էլ հա լավ միացումներ չկան, ես չեմ նայել աստղաբանությամբ։ Դա մի կենտրոնացեք այն բանի վրա, որ ինչ որ բան եք կորցրել։ Դա համար եմ ասում, ապրիլը շատ ուշադիր պետք է լինեք այստեղ, որովհետև եթե այդ կոլեկտիվը լավ չի, եթե այսպես այնպես, եթե դուրս գաք այստեղ մայիսը դեռ ոնց որ ֆիքսվում եք դրա վրա, դեռ չեք կենտրոնանում, որ աշխատանք փնտրեք, դեռ ուրիշ ձև եք նայում, որ ինչ որ բան կորցրեցիք եւ այլն, հա, այստեղ պետք է նաև նայեք ձեր սխալները, թե ինչում եք դուք սխալ թույլ տվել։ Մայիսը ոնց որ վերանայման շրջան է ձեզ համար։ Որտեւ նայեք նստած այստեղ, հա, այն տվյալ անձնավորությունը տանջվում է, մտածում է ինչ որ բանի մասին, այն նրա մասին, ինչը որ միգուցե անցյալ ամիս է եղել, միգուցե ինչ որ դժվարություններ են։ Եվ մենք գիտենք լուսինը, որ դա վախերն են եւ դա ենթագիտակցության վախերն են, հա, ձեր ենթագիտակցության մեջ են դա վախ կամ աշխատանքը կորցնելու վախ, որևիցե գումար չունենալու, ինչ որ պահ է 2026, որ չեք հասցնում ձիու հետևից, չգիտեմ ինչու։ Չգիտեմ։ Սա նաև մշտապես ծախսեր են, որ անընդհատ կա եւ դուք ոնց որ ունեք այդ ծախսերը ֆիքսված եւ պետք է անեք եւ դա է վախը, որ թե ինչպես կարող եք այն ծախսել, չգիտեմ ինչ որ։ Եվ պետք է զգացմունքներով, հա, էմոցիոնալ չնայեք ոչ մի ֆինանսական հարցերին կամ ոչ մի բան պետք է չորոշեք էմոցիոնալ ազդեցության տակ։ Դա ֆինանսական կարելի ասել ճոճանակ է, մեկ կա, մեկ չկա, նման ինչ որ պահ է ձեզ մոտ, ես չգիտեմ ով է աշխատում, ինչ եք աշխատում, բայց այստեղ կամ ֆիքսված աշխատանք չի, կամ ինչ որ մի բան այնպես չէ։ Նաև ներդրումները եւս, հա, կարող եք դուք ներդրում անեք, ինչ որ գործեր որ անեք, բայց դա մեկ եկամուտ բերի, մեկ չէ, մեկ կարող է անկապ ինչ որ մի բան գնեք, որը չի վաճառվի հետո, հա, ինչ որ պահեր են, որ պետք է լավ մտածեք, ոչ թե էմոցիոնալ ինչ որ գնումներ կատարեք։ Եվ մայիսին բավականին շատ է գումար դուրս տալու, մուտք կլինի, դուրս էլ կլինի։ Հա, ինչքան որ մտնի, կարելի ասել այդքան է դուրս է գալու։ Եթե շահույթ, ապա փոքր եկամուտ կարող է լինել։ Եվ ինչքան էլ որ դուք ունեք, հա, դա բավականացնում է ձեզ ապրելու համար, այս քանի ամիսները բավականացնում է ապրելու համար, բայց ավել բան սա ոնց որ ձեզ թույլ չի տալիս, որ դուք անեք, դա է, այստեղ եթե ստեղծագործեք, այստեղ ինչ որ մի բանը ձեզ կուրախացնի և ֆինանսական վիճակը կլավացնի այստեղ հունվարին, տեսնենք հունիսը բնականաբար, հա, այս մեկ քարտը հիանալի է, այս մյուս քարտը ցուլերին էր ընկել, ինձ էր ընկել այս քարտերը, երկուսը միասին, շատ հետաքրքիր է, որ ձեզ էլ ընկել։ Ընդհանրապես դուք ձեր դիրքում կլինեք, կիմանաք, որ գումարը ինչպես ծախսել, ինչպես օգտագործել, յուրաքանչյուր, հա, մուտքը, ելքը կկարողանաք կառավարել ձեր բոլոր գումարները։ Մի փոքր պետք է այդպես խորամանկ լինեք, որ կարողանաք ավելի շատ եկամուտ ունենալ, քիչ խորամանկություն է պահանջում ձեզանից հունիսը։ Դե ձեր ամիսն է, միգուցե դրանից է, հա, ինչ որ արդեն դուք ձեր տանն եք եւ ավելի աշխույժ կլինեք։ Ֆինանսապես անկախ կլինեք, եթե կին է նայում, ապա դուք եւս առանձին, հա, ձեր ամուսնուց գումար կարող եք վաստակել կամ ընտանիքից, հա, համենայն դեպս դուք ֆինանսապես անկախ եք լինելու։ Հնարավորություններ ներգրավեք, շատ գումար վաստակելու, ինչ որ լուծումներ ճիշտ կգտնեք ֆինանսական հարցերը լուծելու համար։ Մի տեսակ ուրիշ, հա, ոնց որ խորամանկությունը հետ դրանից է գալիս, որ պետք է խորամանկ լինեք, որպեսզի կարողանաք այդ հարցերին լուծեք։ Բայց պետք է հասկանաք, որ եթե ինչ որ շոտ մեջ, ինչ որ գլոբալ առաջարկ են ձեզ անում, դա կարող է լինել խաբեություն։ Լավ մտածեք, որովհետև այստեղ ցույց է տալիս, հա, որ դուք ձեր դիրքում եք եւ այդքան էլ ձեզ չեն կարող խաբել։ Բայց կարող են նաեւ փորձել, խաբեբա մարդիկ կարող են նաեւ փորձել ձեզ ինչ որ հարցում խաբել այդ ամիս։
խորամանկորեն, հա, եւ խուսափեք ռիսկային որևիցե ներդրումներից, որովհետեւ կարող է, հա, եթե ինչ-որ մեկն է առաջարկում, դա պետք է հասկանաք, եթե առաջարկում են։ Դուք ինքներդ պետք է խորամանկ լինեք, ռիսկի դիմեք, հա, եւ առաջ գնաք, ձեր ֆինանսները առաջ տանեք։ Նաեւ սա երրորդ կողմը կարող է լինել խորամանկ, ոչ թե դուք ինչ-որ մեկ եք, այլ երրորդ կողմը կարող է խորամանկորեն ձեզ ինչ-որ բաներ առաջարկել։ Սա ֆինանսական խաբեություն է, խարդախություն է, կեղծ ներդրումներ են։ Դրա համար պետք է ուշադիր լինեք, այստեղ ամենայն դեպս դուք ձեր դիրքում եք, եւ չեմ կարծում, որ այդ գնաք այդ մարդկանց այդ խաբեությանը։ Հուլիս ամիսը ավելի կայուն է, ավելի լավ է ֆինանսապես, որովհետև այստեղ արդեն շահույթներ կունենաք, այստեղ արդեն ֆինանսապես եկամուտները ավելի շատ կլինեն։ Ավելի հստակ ֆինանսական ներդրումներ կանեք, ավելի վստահ կլինեք ինքներդ ձեզ վրա, ավելի գումարի հետ կապված բացարձակապես խնդիրներ չեն լինի։ Ինչ որ քայլ կարող եք անել ձեր ֆինանսական վիճակը ավելի լավացնելու համար, նաև որևէ տեղեկատվություն կարող եք ստանալ գումարների հետ կապված, ձեր ֆինանսի հետ կապված, նաև ավելի հավասարակշռված կլինեք, ավելի կայուն կլինեք գումարները ծախսելու այդ հարցում, նաև եթե ինչ-որ գործընկեր գտնեք այդ ժամանակ, ապա իրենք ձեզ շատ հավատարիմ կլինեն, շատ մտերիմ կլինեն։ Եթե ֆինանսական խնդիրներ ունեք, ապա օգնություն ձեզ կառաջարկի ձեր ընկերը, կամ գուցե դուք եք օգնություն առաջարկում, որովհետև այստեղ ձեր վիճակը լավ է, դուք հաստատուն եք, հա, ավելի ոնց որ ամուր եք կանգնելու ֆինանսապես, հա, հուլիս ամսին։ Եվ գումարային օգնություն նաև կարող եք ստանալ յուրաքանչյուր մարդուց, իդ կարող է դիմեք, կարող է վարկ եք դիմում, կարող է այդ պահին ձեզ պարտք է հարկավոր կամ ձեզ են դիմում, դուք տալիս եք։ Այստեղ դրա համար է, հա, նայեք, նեղվում եք, բայց հետո կայունություն է գալիս։ Հա, մի բան ոնց որ կարող ինչ-որ մի լավ մոլորակ ունեք, որը որ ձեզ օգնում է, հա, երբ որ գումարից նեղվում եք, անմիջապես ինչ-որ միտեղից մեկ էլ ինչ-որ հայտնվում է։ Եվ եթե ներդրումներ պետք է անեք, եթե ինչ-որ բան եք ուզում սկսել, ապա երկարաժամկետ ինչ-որ բաներ սկսեք, ոչ թե հուլիս ամսվա համար, 2 ամսվա համար, այլ այնպիսի գործեր սկսեք, որ եւ հաստատուն է սա, հա, եւ ամուր եք, եւ երկար կգնա այդ գործունեությունը։ Կարող եք մտածել, այստեղ բավականին ժամանակ ունեք, որպեսզի մտածեք ինչ նոր գործեր կարող եք անել, որտեղ այդ ժամանակը ավելի հզոր եք լինելու ֆինանսապես։ Տեսնենք օգոստոսը, այստեղ պարտքեր մի վերցեք, ամենաառաջին խոսքս է, պարտքեր մի վերցեք, որովհետև սա անդունդ է, մարդը չգիտի, թե ինչ անի, մարդը չգիտի, թե ինչպես վարվի, և եթե պարտքեր վերցնեք, անընդհատ կխորանաք, և սա անդունդ է, մարդը իջնում է անդունդը, մարդը հետո դժվար կլինի։ Իսկ եթե անդունդում եք, եթե արդեն խնդիրներ կան, եթե արդեն կախված վիճակ է ձեզ մոտ, հա, այդպես չգիտեք ինչ անել, ինչպես անել, ապա հաջորդ քարտը ձեզ ասում է, որ ամեն ինչ կարգավորվելու է, ամեն ինչ փոփոխվելու է։ Մի հատ պետք է ներկա իրավիճակը վերագնահատեք։ Հնարավոր է նաև ինչ-որ բաներ ուշանան այդ ժամանակահատվածում, հա, օգոստոս ամսին, եւ դուք արդեն պետք է փոխեք ձեր մոտեցումը այդ հարցին, այդ գումարին, այդ աշխատանքին, որը որ դուք անում եք, որ գումար եք վաստակում։ Իսկ հենց Արագիլը ցույց է տալիս այս պարագայում, որ եթե դուք նեղվում եք գումարից, եթե դուք չգիտեք ինչպես գումար աշխատել, ինչպես դուրս գալ այդ փակուղուց, այդ պարտքերից, ապա հենց Արագիլը ձեզ ասում է, որ եկամտի աղբյուրի փոփոխություն է ձեզ պետք, կամ այդ ամիս կփոխեք եւ այդ դեպքում արդեն ձեր կարգավիճակը եւս կփոխվի։ Կարող եք նոր աշխատանքի անցնել, լրացուցիչ եկամտի աղբյուր փնտրել կողքից, որ եւս, հա, դա կհանի ձեզ այդ վիճակից, այդ չգիտեմ ինչ անեմ, հա, այդ պահերից կհանի ձեզ։ Այնպես որ Արագիլը ձեզ գալիս է, հա, որպեսզի փոխի ձեր կյանքը, եկամտի աճ կունենաք նաեւ։ Փոփոխությունները դեպի լավն են ընդհանրապես Արագիլով։ Եվ
եկամուտը ոնց որ ավելի կթարմացնեք, ավելի ուրիշ ձև ինչ որ բաներ կանեք, նորույթներ, որ ավելի շատ եկամուտներ կունենաք։ Եվ գումար վաստակելու նոր հնարավորություններ կունենաք այդ ամսին։ Ինչպես որ եթե միայն պարտքեր պետք չի վերցնել, որովհետև անընդհատ կքաշի ձեզ անդունդը։ Սեպտեմբեր ամիսը։ Ես ինչ տարի եմ մի տեսակ ձեզ համար։ Դե աշտարակը ընդհանրապես աշտարակը, սա այս մյուս քարտերի աշտարակը չի, հա, այս մյուս աշտարակը ուրիշ բան է նշանակում։ Այս աշտարակը ընդհանրապես քանդվելու սովորություն ունի, բայց յուրաքանչյուր բան ինչ որ քանդվում է, հիմքը մնում է եւ հիմքի վրա մարդը կարող է ամեն ինչ կառուցել։ Եվ նույնն էլ սա ձեզ է ասում։ Ֆինանսական առումով յուրաքանչյուր բան կկարողանաք դուք եւս կառուցել։ Եթե ինչ որ մի բանը խնդիրներ առաջանա ձեզ մոտ։ Չգիտեմ ինչու է այսպես, ձեր կանխատեսումը, որ չեմ կարողանում ձեզ շատ լավ բաներ ասել։ Դե դա տեսնում եք ինձանից չի, ձեր աչքի առաջ եմ արել քարտերը, ձեր աչքի առաջ եմ նայել, վերցրել, այնպես որ Սեպտեմբեր ամիսը չգիտեմ, այդքան էլ լավը չէ։ Ընդհանրապես տարին պետք է մի փոքր ավելի ուրիշ կերպ անցնել, ըստ քարտերին նայելով, հա, ամիսներ կան, որ իրոք սկիզբը դժվար է, հետո լավ է, հա, գոնե, բայց հետո լավ է, բայց սեպտեմբեր ամիսը ինչ որ մի բան է տեղի ունենում, կարող ինչ որ մի բան է, որը կրկնվում է ձեր կյանքում, կրկնվող որևիցե խնդիր է, որևիցե հարց է, որ պետք է էլի նորից լուծեք, գույքի բաժանում է սա նաև, դատարկ խոսակցություններ են, գումարի հետ կապված հարցեր, հա, անիմաստ այստեղ խոսակցություններ են, ոչ մի կարևոր ինչ որ բան, հնարավոր է նաև պարտքեք, պարտքը չեք վճարել դեռևս էլի հիշեցնում են այդ ժամանակ ձեր մասին, ինչ որ լարված պահեր կարող լինեն, որ ֆինանսական հարաբերություններ, միգուցե տանը, հա, տանն է դա, միգուցե ձեր եւ ընկերոջ կամ ինչ որ մեկն է ում պարտքեք, բայց պետք է հասկանաք, որ ինչ էլ որ փլուզվի այդ ժամանակ, թեկուզ աշխատանքը, թեկուզ ինչ որ մի բանը, միևնույնն է հիմք գցելու հիմքը կա, շարունակելը ձեզանից է գալիս եւ դուք ինքնդ կկարողանաք ինչ որ մի բան առաջ տանել ձեր ֆինանսական վիճակում։ Չգիտեմ էլ արդեն հաջորդ քարտը վախենում եմ բացեմ։ Նայեք նաև ձեր ասցենդենտի եւ լուսնայինի նշանը, որովհետեւ պետք է, հիանալի է։ Այ, սա արդեն հիանալի է։ Պետք չէր վախենալ բացել։ Այդ ամիսը հնարավոր է տոնակատարություն ունեք, հնարավոր է առիթ է կամ այդտեղից է գումար գալիս, կամ ինչ որ բան եք նշում, ֆինանսական հաջողություն եք նշում, միգուցե աշխատանքի եք ընդունվում, դա եք նշում, նաև յուրաքանչյուր ինչ որ մի բան տեղի կունենա, կարող շահում է, կարող ժառանգություն է, կարող վարկ են ձևակերպում, մեծ եկամուտ եք ունենում, ինչ որ հարցեր են, որոնք որ ձեզ շատ կուրախացնեն, շատ։ Նաև կարող եք այդ ամիս փոքր ներդրումներ անել, փոքր քանակությամբ, ինչ որ բաներ սկսել վաճառել, նոր ոչ թե ձեռնարկություն է, նոր բիզնեսի սկիզբ է, բայց նաև այդ ամիս կարող է չմտածված գնումներ կատարեք, հա, մի քիչ ավելի շատ ծախսեք։ Եվ պետք է անպայման, եթե չգիտեք գումարը ճիշտ բաշխել կամ բիզնեսի հետ կապված ոչ թե հարցեր, ապա անպայման լավ կլինի սովորել դա, որպեսզի ճիշտ կարողանաք ծախսեր անել ձեր ֆինանսներում բնականաբար, որպեսզի կարողանաք այն ամեն ինչը ճիշտ անել։ Նաև նոր որևիցե մի բան է, նոր կյանք, նոր առաջին եկամուտ նաև կարող է լինել, բիզնեսի մեկնարկ, ինչ որ բաներ են, որ նոր է սկսում ձեզ մոտ եւ կարող է ամուսնանում եք, ովքեր որ ամուսնացած չեն, կարող է ամուսնանում եք, այդպես է գումար գալիս, դրա վրա եք գումարները ծախսում, միգուցե այստեղ դրամար եք նեղվում, օրինակ սեպտեմբերին, որ
գումար է հարկավոր հոկտեմբերին ամուսնանալու համար, կամ դեր երեխաներն են միգուցե ամուսնանում, դեր երեխաները կարող են աշխատել արդեն եւ ձեզ ապահովել ֆինանսապես։ Ուրախ պահեր են գալիս, հա, հոկտեմբերը ուրախ պահեր են ձեզ համար ֆինանսական առումով, ոչ թե մի լավ բան տեղի կունենա ձեզ մոտ։ Եթե իրոք այսքան նեղվում եք եւ չեք աշխատում, կարող է այդ ժամանակ իրոք լավ աշխատանք գտնեք։ Հենց բիզնեսը բացեք եւ այնպեսի կարող է լավ մտածված լինի, որ դա առաջ տանի ձեզ, հա, եկամուտները անմիջապես տեսնեք։ Ճիշտ է, կարող է սկզբում փոքր տեսնեք, բայց մի ընկճվեք, այդպես է բիզնեսը։ Ոչ ոք միանգամից չի զարգանում։ Տեսնենք, նոյեմբերն էլ է հիանալի ամիս է, հիանալի, նայեք, ամենամեծ ֆինանսական քարտն է ընկել ձեզ, հատես տեսնենք, ամենալավ քարտն է ընկել, գումարի հետ կապված, դրանից վերև էլ քարտ չկա, դա նշանակում է ամենաշատ գումարները ձեզ, իրոք, ինչ գումար, որ ինչքան գումար, մեծ գումար եք ստանալու, հնարավոր է վարկեք ձևակերպում տալիս է, մեծ շահույթ, սա մեծ գումար է, կամ մեծ գումար եք տալու ինչ-որ մի մեծ բան գնել, հա, շատ գումար, տուն եք գնելու մեքենա, կամ միգուցե դա եք վաճառում, այդտեղից է գումարը գալիս, բայց որ շատ գումար եք ունենալու նոյեմբերին, դա հստակ։ Ինչ որ մի եկամուտ է սա, ինչ որ մի տեղից գումար է կարող, ձեզ վճարում են կարող, պարտք էին տալիս են։ Եվ ոչ է կնոջ հետ է դա նաև կապված, ոմանք կարող են այդ կնոջ հետ ոչ է գործարք կնքել, որևիցե նա ինչ որ հարցեր կարող եք ունենալ, ձեր տնօրենը կարող է լինել, ձեր մենեջերը, ձեր կինը կարող է լինել, իրար հետ սկսեք որևիցե գործ անել եւ այդպես, հա, օգնի ձեզ եւ գումարը շատանա ձեր տանը, կարող ձեր մայրն է, ձեր քույրն է, մի խոսքով ոչ է կին է, ով որ ձեզ կարող է նաև աջակցել ֆինանսապես։ Կարող ինքն է գումար տալիս, կարող տատի է, ով որ ժառանգություն է թողնում ձեզ, եւ շատ մեծ գումար է իդեպ, հա, դա եւ մեծ գումար վաստակելու հնարավորություն եւս։ Եթե այստեղ սկսում եք, այստեղ արդեն բարգավաճում եք ձեր ֆինանսական, ոչինչ, ասում եմ մի փոքր, այստեղ նեղվում եք, հետո լավ է, նեղվում եք, լավ է, նեղվում եք, լավ է, հա, այնպես է, որ այստեղ եւս հա նեղվում եք, լավ է, սա եւս եթե չտրամադրվեք խաբեություններին, սա, այնպես որ 50-50 է կարելի այս դեպքում ասել, որ կարող եք նեղվել։ Եվ իհարկե դեկտեմբեր ամիսը ֆիգուրներ են ընկած ավելի շատ, դեկտեմբեր ամիսը եւս, հա, այստեղ լիացում է, հնարավոր նաև ընտրություն պետք է կատարեք այստեղ, թե որ ինչ եք ուզում, որ աշխատանքն եք ուզում մնա, ինչն է ձեզ ավելի շատ եկամուտ բերում, ինչն է ձեզ ավելի շատ օգուտ տալիս, որ ձեր ժամանակը վատնում եք եւ գումար եք վաստակում դրանից։ Այդ ամիսը միայն պետք է ուղղակի ուշադիր լինեք, որպեսզի եթե կարող են ձեզ առաջարկ անել, հա, դա, որովհետև այստեղ ընտրություն պետք է կատարեք եւ կարող են ձեզ գայթակղիչ առաջարկ անել, եւ պետք է ուշադիր լինեք, որ ոչ է խաբեություն չլինի։ Հնարավոր է այդ տղամարդն է, միգուցե այդ տղամարդը դրա համար է կողքը կանգնած, միգուցե նաեւ մեկ այլ հարց է, այդ տղամարդը ձեզ կարող է խորհուրդ է տալիս ճիշտ, որ մի արա դա, ավելի մի հավատա, միգուցե նաև այդպես է, միգուցե նաև այդ տղամարդն է։ Համար պետք է հաշվի առնել, հա, այդ տղամարդու դերը այդ ամիս ձեր կյանքում։ Նաև կարող է ձեր տնօրենն է, նաև կարող է գործատու է, հա, որ ձեզ ինչ-որ կարող ընկեր է, ով որ ձեզ առաջարկում է, որ ձե աշխատանք, դուք պետք է ճիշտ ընտրություն կատարեք, ճիշտ հասկանաք, ինքը օգուտ ունի դրա մեջ, թե չէ, կամ դուք ինչ-որ վնաս ունեք դրա մեջ, թե ոչ։ Եթե ինչ-որ ներդրումների հետ է կապված, հա, այստեղ կարող է տեսնի շատ գումար ունեք, ասի, դե բեր գումար ներդիր, սա անենք, նա անենք, դա արդեն մեկ այլ հարց է, պետք է երկար մտածեք, դրա շուրջ մի շտապեք ոչ մի հարցում։ Բայց որ շատ գումարներ են, ընտրություններ են, նաև ընտրությունը դա կապված կլինի, որտեղ ներդրում կատարել, ինչ անել, ինչ ծախս անել, նաև այս եկամուտը թողնել, այսա թողնել, նա թողնել, հա, ինչ որ հարցեր են, որոնք որ
կգան, արդեն ամեն ինչը լցվել է, ամեն ինչը նայեք թափվում է այստեղ եւ սա նաև կարող է ոնց որ ասեն հլնոյ տես ինչեր կան, ինչ են քեզ սպասվում, սա է սպասվում, այստեղ շատ կունենաս գումար, սա շատ է եւ դուք կարող եք գայթակղվել, որն էլ որ եւս պետք է ուշադիր լինեք մի ցույց տվեք բոլորին, որ եթե գումար կունենաք, մի ցույց տվեք բոլորին, որ դուք գումար ունեք, որովհետեւ կարող են իրոք ձեզ փորձել շահագործել դեկտեմբեր ամսին Նսա կարող է ձեր ամուսինն է իրար հետ քննարկում եք ինչ ընտրել, ինչ շարունակել, ինչը թողնել, միգուցե այնպեսի մի աշխատանք եք անում այստեղ, որ դեկտեմբերի համար էր, ամանորի համար էր նախատեսված եւ հիմա կարող եմ որ ասում եմ գլուխ գլխի եք տալիս եւ որոշում եք թե ինչ շանել, ինչ շարունակել, ինչը թողնել։ Որն էր որ ձեզ եկամուտ էր բերում, հա հիմա գումար վաստակեցիք, օրինակ ամանորի համար, բա հետո ինչ անեք։ Կամ միգուցե ձեր ամուսնուն են առաջարկում, գալիս է եւ քննարկում եք, վերլուծում եք, պարտադիր պետք է վերլուծել այս քարտով, որովհետեւ գայթակղիչ առաջարկներ կարող են լինել, պարտադիր վերլուծեք, հետո նոր վերջնական որոշում կայացրեք։ Դա ես մաղթում եմ ամենալավ 2026 թվականը ֆինանսական առումով։ Դժվարություններ կան, բայց ինձ թվում է բոլորի կյանքում կան դժվարություններ, եթե մարդը հաղթահարում է, ուրեմն ինչ որ մի ձևով է հաղթահարում, ելք է գտնում։ Իսկ ովքեր որ ելքը չեն գտնում, այդպես ապրում են առանց որևիցե լավ կյանքի կամ լավ կյանքի ձգտման, որտեղ այդ պահին կա, իրենք դրանով բավարարվում են։ Եվ այստեղ տեսնում եմ ամիսներ կա, որ բավարարման ամիս է, բայց եթե դուք ձգտեք, կկարողանաք ավելի շատին հասնել։ Հենց սկիզբը սա էր, հա։ Սա էր, որ սկսվեց դրանից։ Նեղվածություն, հետո նոր կայունություն։ Ոնց որ մարդը մինչև չի նեղվում, կայունություն չի գալիս։ Դա արդեն պետք է վերանայել մարդի իր կյանքը, որովհետև յուրաքանչյուր դժվարություն գալիս է նրանից, որ մարդը սխալ է ապրում։ Սխալ բաներ է անում, սխալ գործ է ընտրել, սխալ մոտեցում ունի ֆինանսներին, կողանթատ ուզում է, բայց միայն ուզում է։ Ինչ որ պահեր կան։ Նամար հա այստեղ կար սա։ Եվ իրա նման սառը քարտեր այստեղ կային։ Սա։ Մտածմունքներ շատ ունեք գումարի հետ կապված։ Դե նայեք ձեր ասցենդենտը, նայեք ձեր լուսնային նշանը, հետո նոր վերջնական որոշում կայացրեք, որովհետև որոշ էմոցիաներ նաև մեզ տալիս է բնականաբար լուսնային նշանը, թե ինչ է լինելու եւ դուք ինչպես եք դրան արձագանքելու, այդ էմոցիոնալ վիճակը։ Դրա համար լավ կլինի, եթե գիտեք ձեր լուսնային նշանը, նայեք նաև լուսնային։ Դա եւս կարեւոր է։ Այսքանը ես էլ հավաքեմ հաջորդ նշանի համար արդեն։ Լավ եղեք, կապ չունի ձեր կանխատեսումը, եթե հավանում եք աշխատանքը, եթե ուզում եք շարունակական լինի, ապա լավ կլինի։ Լայքեր դնեք, որովհետև հիմա որ մյուս տեսանյութերը չեն լինում, այս տեսանյութերը արդեն անհատական են եւ այդքան կարող է դիտողականություն չլինի, գոնե լայքերով ապավեք, որ ալիքը չգնա անդունդ, որ գնաց անդունդ կփակեմ։ Այսքանը, լավ եղեք։